Պարոն Քոչարյան, ինչքան էլ փորձեք արդարացնել ձեր բերված նախագիծը, այդ կարգավորումները տրված է կառավարության, եթե չեմ սխալվում, 596 որոշմամբ։ Եթե դուք հատուկ պահպանող պատմամշակութային արժեքները, որոնք օտարման ենթակա չեն, այդ ցանկը չնայած նշեցի քանիսն են, պետք է ստակ նշեիք դրանք որոնքն են, մենակ Ղարնի տաճարն ասեցիք, եւ ասում եք, որ տեղական ինքնակառավարման դերը նշանակությունը կամ լիազորությունները չի կրճատվում։ Հստակ ասեք, որ շինթույլտվությունները, առաջադրանքները, ավարտական ակտերը, հսկողությունը վերցնում է ԿԳՄՍ-ն իր մասով տեղական ինքնակառավարման ոչինչ չի թողնում, բացի պատասխանատվությունից։ Ինչն է դժվար, որ կանգես լինեք եւ ասեք։ Եթե ԱՊԶ-ը վերցնում եք, շինթույլտվությունը վերցնում եք, ընթացիկ 5-րդ վարման մատյանը, որ պետք է գրառվի, վերցնում եք, ավարտականը վերցնում եք, պահպանումը վերցնում եք։ Ընդամենը պատասխանատվություն եք թողնելու տեղ, որ մի խնդիր լինի, համայնքի ղեկավարն ու տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատվության ենթարկվեն։ Ես կարծում եմ, դա օրենքի կառավարության 596 որոշմամբ կարգավորվում էր եւ շատ էլ լավ էր կարգավորում։ Իհարկե, նախկինում նմանատիպ օբյեկտների ապամոնտաժման, արդիականացման, մնացած հարցերով դիմում էին լիազոր մարմին, դիմում էին լիազոր մարմին, ստանում էին դրական եզրակացություն կամ դիտարկում, առաջարկություն, որի արդյունքում շտկվում էր այդ ամեն ինչը։ Հիմա լիազորությունները հստակ կրճատելու նախագիծ եք բերել, տակներ փորձում եք այլ հիմնավորում դնել, այդպես չի ստացվելու։ Բերեք անկեղծ լինենք եւ ժողովրդի հետ, եւ ձեր բերված նախագծի հետ, եւ ուղիղ ասենք, որ տեղական ինքնակառավարում դուք եք նշանակության պատմամշակութային արժեքները, որը նախկինում պատմամշակութային հուշարձանների պահպանության կոմիտեի հետ էր համաձայնեցում, էլ չի լինելու։ Մենք ուղիղ հետը վերցնում ենք ձեզնից եւ մենք ենք իրականացնելու այդ գործառույթը։ Այդքան անկեղծ եղեք ընդամենը։